Մի պահ դադարեք և մտածեք։ Մտածել եք, թե ինչու նույնիսկ այդքան շատ աշխատել, փողը երբեք չի մնում, ինչու են որոշ մարդիկ ձգտում մինչև ուշ, բայց շարունակեք ապրել ամուրության մեջ, իսկ մյուսները ոչ միշտ ամենախելացի կամ ծույլ են, որն է դրա հետևում գաղտնիքը։ Պատասխանն ավելի պարզ է, քան թվում է, եւ պապս արդեն սովորեցրեց ինձ։ Այս գաղափարը չնայած հիմնական բացահայտում է խորը ճշմարտությունը, շատերը կարծում են, որ աղքատությունը ճակատագիր է, կամ այդ հարստությունը կախված է բախտից, բայց տասնամյակից հետո ես կարող եմ ասել. ժամանակի մեծ մասը աղքատությունը կրկնակի սովորությունների և սխալ պատկերացումների արդյունք է, կարծես մարդը իջել է իր ֆինանսական գերեզմանը, և ամենահիասթափությունն այն է, որ այս սխալները ընդամենը 4-ն են, բայց բավական է տարիներ շարունակ ինչ-որ մեկին խցկվել։ Ես տեսա, որ փայլուն մարդիկ ապրում են դժբախտության մեջ, ես հանդիպեցի տաղանդավոր արհեստավորներին ավելի վատ պայմաններով, քան նրանցից, ովքեր ոչինչ չեն անում, և ես նույնպես ականատես եղա հասարակ մարդկանց, առանց մեծ նվերների, բարգավաճելով պարզապես այն պատճառով, որ նրանք հասկանում էին այս 4 սայթաքումը և խուսափում էին նրանցից, պատկերացրեք 2 հարևան, ովքեր աշխատում են նույն գործարանում, նման աշխատավարձով, մեկը իր կյանքը դժգոհում է, կառավարությունը վատ է, շեֆը մանրուք է, կյանքը անարդար է։ Մյուսը մի փոքր պահում է ամեն ամիս, մտածում է այն մասին, թե ինչպես կարելի է այս դրամական զիջել և չի հետաքրքրում երևույթների մասին, 10 տարի անց առաջինը դեռ հագնում է նույն հայցը և շարունակում է բողոքել։ Երկրորդն արդեն ունի գույք, օգնել երեխաներին և, ամենից առաջ, ապրում է հանգստության հետ, հիմա ասա ինձ. ով է ավելի իմաստուն, ով է ավելի երջանիկ։ Կարող եք մտածել. Սա հեքիաթ է, իրական կյանքում դա այդպես չի աշխատում, բայց դա աշխատում է, և դա ամեն օր պատահում է ձեր շուրջը։ Դուք պարզապես չեք տեսնում այն, քանի որ սովոր եք կրկնել նույն սխալները, ես ուղիղ կլինեմ։ Եթե ծախսում եք այն ամենը, ինչ վաստակում եք, դուք կմնաք աղքատ, եթե դուք ապրում եք ուրիշներին տպավորելու համար, դուք կմնաք աղքատ, եթե դուք պարտքեր եք ստանում այն բաների համար, որոնք չեն առաջացնում վերադարձ, այն կմնա աղքատ։ Եվ եթե վախենում եք փողի մասին սովորել, դուք կմնաք աղքատ։ Բայց բառերը բավարար չեն, ես պետք է ցույց տամ, թե ինչպես են գործում այս սխալներից յուրաքանչյուրը, թե ինչպես են դրանք քողարկում առօրյա կյանքում, և հատկապես ինչպես խուսափել դրանցից, ես կկիսվեմ իմ կյանքի, ընկերների, ուսանողների և ծանոթների պատմություններ, որոնք սայթաքել են դրանց մեջ, և ինչպես աղքատությունը դատապարտում չէ, այլ սխալ ընտրության արդյունք, և ընտրությունները կարող են փոփոխվել։ Ահա վճռորոշ մանրամասնությունը։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է բողոքել պատասխանատվություն ստանձնելու համար, ավելի հեշտ է ասել. Ես ծնվել եմ աղքատ, ես հնարավորություն չունեմ, քան հարցնել. Ինչ եմ անում այն փողի հետ, որոնք ես արդեն ունեմ, ես չեմ խոստանում, որ այս տեքստից հետո միլիոնատեր կլինեք, բայց ես երաշխավորում եմ մի բան. Եթե ուշադրություն դարձնեք և փորձեք փոխել ձեր հարաբերությունները փողի հետ, և 10 տարում միգուցե հարևան եք, որ բոլորը հիացմունքով կհետևեն։ Ինչպես ստացավ, ի վերջո, մենք սկսեցինք նույնը։ Այժմ ուշադրություն դարձրեք։ 4 ֆինանսական թակարդներ, որոնք բանտարկում են մարդկանց մեծ մասը, եկեք մեկ առ մեկ նայենք նրանց, և միգուցե սա ամենակարևոր խոսակցությունն է, որը երբևէ լսել եք փողի մասին։ Առաջին ծուղակը. ծախսեք այն ամենը, ինչ հաղթում եք, դա ամենատարածված սխալն է, մարդը ստանում է աշխատավարձը և նախքան դա իրագործելը, արդեն դատարկել է նրան գնումների, ընթրիքների կամ շեղումների մեջ, այն ունի դատարկ ձեռքեր մինչև հաջորդ վարձատրությունը։ Ես հիշում եմ մի ծանոթություն, որը միշտ ասում էր. այն անցել է 20 տարի, երբ ես ամեն ամիս մի փոքր պահում էի նույնիսկ քիչ բան, նա ամեն ինչ էր քողարկում, այսօր չկա իրեն սեփական տունը, ոչ մի վերապահում չկա, ոչ էլ օգնել նրանց երեխաներին, գոյատևում է կենսաթոշակը և բողոքում է կյանքի մասին։ Որն է մեր միջև տարբերությունը, ես ամեն ինչ չեմ ծախսել։ Իմաստուն ասում է, ով չի ճանաչում պահապան։ Օդը փոքր-ինչ շատ բան չի ունենա, կարևոր չէ դա ստանում է 10-րդը կամ 5-րդը, ինչ ստացվում է, միշտ մի կողմ թողեք, նույնիսկ եթե դա աննշան է թվում, դա նման է սերմեր տնկելու, եթե դուք ուտում եք բոլորը, ապա հաջորդ մրցաշրջանում ցանելու ոչինչ չեք ունենա։ Երկրորդ ծուղակը. պարտքերը հաճույքի համար, ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան փոխառությունը վերցնելը, որը ձեզ հարկավոր չէ, պարզապես սպորտի համար, ավելի թանկ բջջային հեռախոս, քան հարևանը, փողի հետ ֆինանսավորվող ուղևորություն։ Ուրախությունն ակնթարթ է, բայց օրինագիծը գալիս է ավելի շատ, ես հանդիպեցի մի երիտասարդի, ով ֆինանսավորում էր պատրաստել մեքենա գնելու և իր ընկերուհուն տպավորելու համար, 6 ամիս անց նա թողեց նրան։
Մեքենան ապառիկներով, անցան տարիներ, նա դեռ վճարում է այն սխալը, ինչպիսին չէր։ Հիշեք, պարտքը նման է էգոյի ցավազրկողի, բայց օձիքի ազատության համար, եթե այն, ինչ գնում եք եկամուտ չի առաջացնի, վարկը մի գնեք, աշխատանքի մեջ գտնվող մեքենան ներդրում է, կարգավիճակը ցույց տալու համար մեքենա է փչում։ Երրորդ ծուղակը։ Անտեսեք ֆինանսական ուսումը, շատերը վախենում են հասկանալ, թե ինչպես է գործում փողը, սա ինձ համար չէ, ես վատն եմ համարներով, ասում են նրանք և շարունակում են կրկնել նույն չափանիշները, բայց ժամանակները փոխվել են, երիտասարդությանս իմացա, որ բոլորը պետք է իմանան, թե ինչպես ասել ոչ միայն շահույթները, այլ ծախսերը և մտածել վաղվա մասին։ Նրանք, ովքեր փողից չեն սովորում են աղքատությունից, քանի որ փողը ծանր ուսուցիչ է, նա բացահայտում է իր սխալները, բայց միայն եթե պատրաստ եք լսել։ Ես հիշում եմ, որ կարդում եմ տնտեսության գիրք որպես երիտասարդ, ես գրեթե ոչինչ չհասկացա։ Ձանձրալի թվաց, բայց ես ինքս ինձ ստիպեցի շարունակել, այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի ես նոր բան եմ սովորում խնայողությունների, ներդրումների և ինչպես փող աշխատել, այսօր, նույնիսկ բջջայինի վրա, մուտք ունեք աշխարհի բոլոր գիտելիքներին։ Բայց ինչ են անում մարդիկ։ Դիտեք շարքը, գլորեք ուրիշներին, երբ նրանք կարող էին 6 ամսվա ընթացքում գերակշռել ֆինանսների հիմունքները և շրջել իրենց կյանքը։ Չորրորդ ծուղակը։ Ապրելով ուրիշներին հաճեցնելու համար, թերևս ամենացավոտը, անձը աշխատում է ոչ թե իր ընտանիքի կամ իր ընտանիքի համար, այլև հարևաններին ծափահարելու նրանց, գնեք հագուստ, որը դուք չեք կարող թույլ տալ։ Թանկարժեք մեքենա վարձեք հարսանիքի համար հենց նախանձի համար, ամենավատն այն է, որ ի վերջո ոչ ոք չի հետաքրքրում, հարևանը նայում և մոռանում է, մինչդեռ պարտքը ստանում եք։ Փողը գործիք է, ոչ թե գավաթ, ով է այն օգտագործում, ազատություն գնելու համար հարստություն է կառուցում։ Ով է այն օգտագործում, հաստատումը գնել է շղթաներ, ընտրությունը քոնն է։ Պարտքերը կլինեն ձեզ հետ, երիտասարդության մեջ մեր համայնքում մարդ կար, ով միշտ հագնում էր առավել էլեգանտ կոստյումներ և բոլորի համար շքեղ երեկույթներ էր տալիս, թե ինչպես էր նա հարուստ, երբ նա մահացավ, պարզվեց, որ ամեն ինչ վարկի մեջ է, սեղանին, որտեղ նա նստած էր ապառիկներով, նրա երեխաները տարիներ անցկացրին, որ վճարում էին նա գեղեցիկ կյանքի համար, բայց կար մեկ այլ մարդ, հասարակ հագուստով և համեստ տանը, երբ նա հեռացավ, նրա երեխաները ժառանգություն գտան։ Տան, փող և հանգստություն, հարցնում եմ։ Ով էր իսկապես հարուստ։ Պահպանեք այս իմաստությունը։ Ուրիշների կարծիքը չի լցնում ձեր ափսե, բառերը ձեր սառնարանում սնունդ չեն դնում, բայց ձեր պարտքերը միայնակ կլինեն ձեզ հետ։ Խորհրդատվություն սխալներից հետո, սիրելիս։ Այս 4 թերությունները նման են 4 պատերի, որոնք մարդուն բանտ են սպառնում աղքատության մեջ, կարող եք ասել։ Բայց շատ դժվար է փոխել, ես սովոր եմ ծախսել ամեն ինչ, ցույց տալով, որ ավելի վատ չէ, և ես պատասխանում եմ։ Դժվար է միայն առաջին 6 ամիսները, այնուհետև այն դառնում է սովորություն։ Սկսեք փոքր։ Պահպանեք ձեր վաստակած առնվազն 5%-ը։ Երբեք մի վերցրեք մի բանի համար, որը եկամուտ չի բերում։ Գոնե մի քանի գիրք կարդացեք փողի մասին, սա արդեն առաջ է դնում մարդկանց 90%-ից։ Ապրեք ձեզ և ձեր ընտանիքին, այլ ոչ թե ուրիշների աչքերին։ Հավատացեք, եթե այս քայլերը վերցնեք, 1 տարի հետո ձեր կյանքը տարբեր կլինի։ Մի ակնկալեք հրաշքներ, փողը երկնքից չի ընկնում, նա գնում է նրանց, ովքեր հարգում և գիտեն, թե ինչպես կառավարել այն, ես մարդկանց ամբողջ կյանքս նկատեցի և հասկացա։ Աղքատությունը պակասում չէ։ Փողի, դա սովորությունների պակաս է, և սովորությունները կարող են փոփոխվել։ Հիշեք 4 թակարդները։ 1. Ծախսելով այն ամենը, ինչ դուք շահում եք, ով ուտում է բոլոր սերմերը, ոչինչ չի հնձում, անկանում եք ազատություն, սկսեք խնայողություն, նույնիսկ եթե քիչ։ 2. Հաճույքի պարտքերը։ Վարկը ներկա չէ, դա ձեռնաշղթան է, միայն վարկառուն է, եթե դա ինչ-որ բանի համար է, որը կվերադարձվի։ 3. Ֆինանսական կրթության անտեսումը։ Գումարը սիրում է խելացի տերերին, սովորելը շքեղ չէ, անհրաժեշտ է։ 4. Ապրել ուրիշների կարծիքի համար։ Ձեր հարևանները կմոռանան 1 շաբաթվա ընթացքում ձեր թանկարժեք գնումը, բայց պարտքը և դատարկությունը ձեզ հետ կլինեն։ Սրանք աղքատության 4 պատերն են, պատկերացրեք, եթե դուք վերցնեք 1-ը, բացեք պատուհան, վերցրեք 2-ը, դուռը վեր է գալիս, անջատեք բոլորը, և դուք ազատ կլինեք։ Իմ փորձը և վերջնական խորհուրդը։
Ես չեմ խոսում ուսուցչի կամ բանկիրի պես, բայց որպես մեկը, ով աղքատություն տեսավ, ոչնչացնում է ընտանիքներին, ես փողի համար կռիվներ եմ տեսել, ընկերներին թշնամիների վերածելու համար, ծնողները չեն կարողանում օգնել իրենց երեխաներին, որպեսզի չգիտեն, թե ինչպես կառավարել մետաղադրամը։ Բայց ես տեսա նաև հասարակ մարդկանց առանց դիպլոմների կամ շփումների, բարգավաճի, քանի որ նրանք իմաստուն էին ապրում։ Ես հիշում եմ մի ընտանիք մեր համայնքում։ Նրանք հարուստ չէին, նրանք ապրում էին համեստությամբ, բայց նրա հայրը ամեն ամիս ինչ-որ բան էր պահում ռուբլ, 5 ռուբլի, կարևոր, երբ նրանց երեխաներն աճեցին, յուրաքանչյուրը սկիզբ ուներ։ Ուսումնասիրություններ օգնում են բնակարանայիններին, քանի որ հայրը չէր մտածում այն մասին, թե ինչ կասի հարևանը, ես մտածեցի վաղվա մասին։ Սա ճշմարտության հարստություն է, ձեր երեխաներին ավելի շատ ժամանակ տալով։ Հիմա ասա. ամեն ինչ սկսվում է ձեզանից, այսօրվա որոշմամբ։ Պատմություն հրեական հումորի հպումով։ Մի մարդ գնաց ռաբբի և ասաց. Ռեվ, ես աղքատ եմ, փող չունեմ, ինչ անել։ Ռաբբին հարցրեց. ամեն օր ինչ-որ բան եք պահում։ Ոչ, ես հազիվ թե բավարար չափով։ Եվ ուսումնասիրեք, կարդացեք փողի մասին։ Ոչ, ես ժամանակ չունեմ, աշխատում եմ առանց կանգ առնելու։ Ուրեմն ասա ինձ. դու փող ես ուզում, որ քո հարևանները նախանձեն։ Մարդը երկմտեց. դե, այո։ Ռաբբին հառաչեց. իմ որդին, ձեր խնդիրը փողի պակաս չէ, դատավճիռի պակաս է։ Զվարճալի, բայց խորը։ Աղքատությունը սկսվում է գլխում, ոչ թե գրպանում։ Գործելու հրավերը։ Այսօր, հիմա, դուք կարող եք որոշել։ Պահպանեք ձեր վաստակի մի փոքր մասը։ Դադարեցրեք անհեթեթությունը։ Ընտրեք գրքի կամ ֆինանսների դասընթաց։ Ապրեք ձեզ համար, այլ ոչ թե ուրիշների համար։ 4 քայլ, նրանք վաղը միլիոնատեր չեն դարձնի ձեզ միլիոնատեր, բայց կփոխեն ձեր ճանապարհը, 1 տարվա ընթացքում դուք կզարմանաք։ Ինչու ես սկսել նախկինում։ Եվ սա հենց սկիզբն է։ Գոյություն ունի հրեա, ասում եմ, ով գիտի, թե ինչպես կարելի է մետաղադրամ պահել, կկարողանա պահել ռուբլ։ Ես ուզում եմ կիսել ավելի շատ պատմություններ, գաղտնիքներ և դասեր, որոնք կյանք են շրջում, բաժանորդագրվեք ալիքին։ Ակտիվացրեք զանգը ոչ թվերի համար, բայց քանի որ յուրաքանչյուր տեսանյութ կարող է լինել ձեզ անհրաժեշտ մղումը։ Ես կկիսվեմ ձեզ հետ իմաստություն, փորձ և ուղիներ, եթե լսում եք, արդյունք կտեսնեք։ Վերջնական գաղափարը։ Հարստությունը ոսկե կրծքավանդակը չէ, և քնել հանգիստ, առանց պարտքի։ Իմացեք, որ վաղը երաշխավորված է։ Կարողանալով օգնել նրանց, ովքեր սիրում են։ Եղեք անվճար։ Եվ ազատությունը ամենամեծ գանձն է, որը մարդը կարող է ունենալ։ Այսպիսով, իմ սիրելիներ, վերցրեք առաջին քայլը, այսօր վաղը դուք արդեն այլ կյանք կունենաք։ Տղամարդ։